Վայ Մոնիկա, բայց դու գիտես ինչն ես, ինչքան եմ ասել խմորեղեն եմ մի դիրիմ դեմ, վայ։ Մի կեր։ Պապատան ճանաչելի է դարձել, հայացքները փոխվել են վիծիծիլի։ Ինքն չի հասկանում ինչ անում։ Հա, вообще-то ես էլ իրան չեմ ճանաչում, ինձ թվում էր, որ ինքը այդ Վլադիկին պիտի սպանի, կամ էլ առնվազն աչքերը հանի, որ դա էլ մեր տան ճանապարհը չգտնի։ Իսկ քո պապան ինչ է անում։ Ոչ նրան մեր կյանքից հեռացնում է, ոչ էլ աչքերն է հանում, նաբարոտ թողնում է, որ Կարմենի հետ նույն ձև արվի։ Դե որովհետև պապան չտեսավ, թե այն օրը մեր տանը ինչ էր կատարվում։ Չգիտեմ, ես պապայից զգուշացրել եմ, որ դրան գրողի ծոցը ուղարկի, վերջ։ Ես ինչ-որ չեմ հավատում, գիտես, որ Վլադը գա Կարմենի հետևից։ Կարմենը Վլադի համար ոչ մեկ է, մամ, ինքը դաժե երեխուն չի սիրում, եթե սիրեր, իր երեխու մոր հետ տենց չէր վարվի։ Բայց պապատ թացտեղ պարկողը չի։ Նա այդ ոչ ու փուչ փեսային, որ ողջ է թողել ու մի բան էլ թույլ է տալիս Կարմենի հետ շփվել ու իր հետևից գալ, դա Ուրեմն պապան հեռուն գնացող պլաններ ունի։ ես առավոտյան կգնամ հիվանդանոց ու հորդ փաստի առաջ կկանգնեցնի։ Ով դու, պապային, լավ էլի մամ։ Չէ, ես այնց եմ անելու, որ Կարմենին կլինիկա տեղափոխի բուժման համար, իսկ այդ փեսուն անենց կորցնի, ոչ տեսնենք, ոչ էլ լսենք։ Ավելի լավ է ջանքեր չգործադրես, մամ, որովհետև հետո ես եմ պապային փաստի առաջ կանգնացնելու իմ հերթն է գալու։ Աղջի, դու ինչ ես անելու, հա։ Ասելու եմ goodbye, պապուլ, ես գնացի Հենրիի մոտ։ Բոժը մոյ։ Ես աչքս էլ որ տեսնում եմ, չեմ դիմանում է։ Պետք է դեմ։ Всё, ավարտվեցի этот։ Ինչ համով է։ Դու ինձ մերժում ես։ Ես ընդհանրեն ասում եմ, Որ ինչ։ որ չեմ կարող քեզ հետ գալ։ Դու էլ ինձ չհասկացար։ Բայց ես մտածում էի, որ միակ մարդն ես, ով կարար պարտավոր էր ինձ հասկանար։ Բայց երևի սխալվել եմ։ Ուրեմն Կարմենը իմ խաչն է։ Ու ես ստիպված պետք է գնամ Կարմենի հետ ապրելու։ Իմ ոտով եկել եմ ուղիղ դժոխք։ Կարմեն ջան, աղջիկ ջան, ախր ուսեն չի լինի, միջև երբ ասեն շարունակվելու։ Երեխուն կատտալու մտադրություն չունես։ Դե եթե ասեն շարունակես, երեխուն կատ չտաս, այն արհեստական կերերի հույսին կմնա։ Չլինում է թող լինի։ Ինչ։ Ինձ համար մեկ է, մամա։ Հա, դե եթե այդ հոգեբանությամբ շարժվենք։ Հենց այդ հոգեբանությամբ էլ կշարժվենք, մամա։ Դուրս գնա, ես ուզում եմ քնել։ Կարմեն, աղջիկ ջան, ինձ հետ այդ տոնով չխոսես։ Իսկ դու ինչ ես արել ինձ համար, որ ես այդ լակոտի համար անեմ, տիկին անգին։ Մամ, կգաս մի վարքանով կարևոր բան ա եղել։ Դու դուրս գնա, ես այստեղ անշնորհակալ մեկի հետ գործ ունեմ, ու ոնց հասկանում եմ, շատ ա ուզում, որ ես իր հետ կոպիտ խոսեմ։ Հա, մամա, այդ հետո խնդրում եմ մի վարքանով արի։ Էլ ինչի եմ ապրում։ Դե գնամ մեռնեմ, էլի, որ ինձից ծնվածները ինձ վրա պիտի գոռան։ Մամա, ես քեզ խնդրում եմ, որ ասում եմ կարևոր բան ա եղել, ուրեմն կարևոր բան ա եղել, արի, հա։
Այ դա ուրիշ բան։ Եթե խնդրում ես, ուրեմն կգամ։ Հինգ ժամը ասում եմ արի կարևոր բան ա եղել։ Դու 2 վայրկյանում կհասցնես այս տանից չքվել, թե պատուհանը բացանեմ միանգամից նետվես։ Ես ձեր մոտ չեմ եկել։ Սրան չես տուն թողել։ Ով ա թողել, բայց դուրը բացեցի, ներխուժեց։ Ինչի ես եկել։ Ծպտունը չլսեմ Կարմեն աղջիկ։ Ախրանային զանգի, ասա թող գան սրան դուրս շպրտեն։ Կարմեն, ես եկել եմ, որ քեզ ու երեխուն տանեմ մեր տուն։ Երևի այն օրվանը քեզ համար քիչ էր, հա? Ոչ ոք չմեռավ։ Չհանգստացար։ Հիմա եկել ես, որ մեկնումեկից անպայման մորթ ես, բան ես։ Բայց ասեմ քեզ, ես մտադրություն չունեմ մեռնելու։ Խնդրում եմ լռեք։ Բայց ինչ լավ ա որ եկար Վլադս։ Ու սրանց բոլորի ձայնը կտրեցիր։ Պայթում էր ականջներս արդեն։ Կարմեն, գալիս ես, թե ես գնամ։ Բնականաբար ոչ, չի գալիս։ Դու կլինես աշխարհի աներեսը, եթե սրա հետ հիմա գնաս։ Հիշի, այն օրը ինքը ինչ արեց, հա։ Սուս։ Վլադիկ, ես գալիս եմ քեզ հետ։ Ուր ա երեխես։ Արեցի ոնց ասել եք։ Ոչ մի բան չկասկածեց։ Չէ, ուրախացավ մի քիչ շոյվեց, բայց մի քիչ ամաչեց, որովհետև առաջին ինքը չէր ինձ նվեր մատուցել։ Ասա նվերը ճանապարհին է, մի հուզվիր։ Հիմա ինչ պետք է անենք։ Սպասենք։ Մեզ մնում ամենակ սպասել։ Խնդրեցիր, որ ժամացույցը թևից չհանի։ Հա, եթե խաղը մի փոքր էլ երկար էր, հաստատ ամբողջությամբ պրիս մեջ կլիներ։ Հա, բայց մենք չգիտենք խաղը երբ կավարտվի։ Խնդրում եմ, երբ անհրաժեշտ ձայնագրությունը լինի, ինձ տեղյակ պահեք։ Պարտադիր։ Ուզում եմ արագ գտնեմ հորս սպանողին, բայց նաև ուզում եմ, որ դու անմեղ լինես։ Ես ինձ հավատացրել եմ, որ դու անմեղ ես։ Ես պատրաստ եմ կյանքս, գնացինք։ Դու այստեղից դուրս չես գամ։ Գնում եմ, մամա։ Ես իմ ամուսնու հետ եմ գնում։ Աղջիկ ջան, նա թքած ունի քեզ վրա։ Աչքերդ բաց արա էլի, անջատված։ Արի ես քեզ ասեմ ինչա, հա լինելու, դու գնալու ես ու մի անգամ եւս լսես, թե ինչքան է Վլադիկը սիրում իր սուտի բարոյական գեղչկուհուն։ Լսի ձենդ կտրի, հա։ Դու քո կյանքով ապրի, գործ չունես ինձ հետ։ Երեխուն դու ինձ, դու ձերոնց հաջող արա, ոնց որ հուզվել եմ։ Դուր երեխուն։ Երեխուտ էլա ձերքիցդ վերցնելու, այ կհիշես խոսքերս։ Նա երեխուն քո ձերքից վերցնելու է ու քեզ փողոցներն է շպրտելու։ Ու այդ ժամանակ մենք էլ քեզ չենք ընդունելու, որովհետև աղջիկ ջան, մենք արժանապատվություն ունենք, քո նման աննամուս չենք։ Դուք մայրու աղջիկ ինձ նախանձում եք։ Նախանձում եք, որ իմ ամուսինը եկել է իմ հետևից ու հասկացել է, որ ինքը մենակ ինձ է սիրում։ Ճիշտ է, մի քիչ ուշ հասկացել, բայց հասկացել է։ Կարմեն աղջիկ, եթե դու դուրս եկար, էլ ես տուն չես մտնելու։ Լսում ես քեզ ինչ եմ ասում։ Լավ էլի հերիքը ծեծված արտահայտություններն անես, ինչքան կարելի է։ Կսպանի քեզ, կդավաճանի, կստորացնի, թե երեխու հետ քեզ դուրս կշպրտի, հանկարծ չհամարձակվես, այս տուն բերող ճամփան բռնես։ Հասկացար։ Հասկացար, մենք քեզնից զզվում ենք։ Ես էլ ձեզնից եմ զզվում։ Ու չերազեք, որ ես այս տուն եմ վերադառնալու երբևէ։ Իմ ամուսինը ինձ այստեղից ընդմիշտ է տանում։ Հասկացաք։ Գնացինք Վլադ։ Վայ, գնացին աղջի։ Վայ, ես ինչ վատ եմ։ Լուրջ։ Վայ, մանի։ Հա, լուրջ, բակատակ եմ անում։ Վայ, շտապ օգնություն կանչի, չէ լավ։ Պետք չի գնում եմ հորոտ մոտ հիվանդանոց։ Գնա տաքսի կանչի։ Վայ, գնամ շորերից փոխեմ, գնամ հիվանդանոց։ Ինչի համար ես գնում հիվանդանոց։ Վայ, գնալու եմ հորդ խեղդեմ, մոնի, դրա համար եմ գնում հիվանդանոց։ Մի արա, Սխալ բան արեցի։ մի արա, եթե պետք լինի, ես կնոջս կպարկեցնեմ։ Ինքը արդեն մի քանի ժամ է հանգիստ է։ Ես իրան լավ եմ նայում։ Դեղերը տալիս եմ, հետն էլ համբերատար եմ։
Գնա տուն։ Դուք ինձ ազատում եք աշխատանքից։ Այսօր քո կարիքը չկա։ Եթե պետք լինի, ես հոգ կտանեմ կնոջս մասին։ Գնա։ Հա, բայց ես կարող եմ մնալ, ինչի գնամ։ Ես եմ այդպես ուզում։ Ամեն կարող ես մնալ, բայց քո սենյակից դուրս չգաս։ Ես այս ժամին չեմ ուզում տանս մեջ օտար մարդ տեսնել։ Մեր տղաներին էլ կանչի։ Նրանք տանը չեն։ Դե ասա թող գան։ Ես ուզում եմ, որ բոլորս միասին լինենք, ինչպես ես եմ միշտ սիրում։ Ուզում ես պարկիլ։ Չէ։ Ավելի լավ է արի վալս բարենք։ Բարացրու ինձ։ Ինչի՞ ինձ հետ նման ձևով խոսեց։ Բանմանա իմացել։ Կյանքս բա ոնց որոշեցիր, որ գաս իմ երեխայի հետևից։ Խնդրում եմ քեզ կյանքս արի գնանք։ Արի փախնենք ստեղից։ Ինչ ես ամաչում կյանքս, մենք երկուսով ենք։ Էլ բուջուրին չեմ հաշվում, մենք իրանից գաղտնիքներ չունենք, չէ կյանքս։ Քնելում, ինիմ քեզ։ Դե մի բան ասա, Վլադ։ Ինչի եկար մեր հետևից այդ տղա։ Քեզ հետ եմ, Վլադիկ։ Լռի, հա։ Ախր ուրիշներից կարաս ամաչես, բայց ինձնից ինչ ես ամաչում։ Դե ասա կյանքս, ասա, որ ինձ շատ ես սիրում, որ առանցից չես կարողանում ապրել։ Դե ասա ինիմ գիզ։ Չէ, սենց չեղավ։ Այդ տղա դու կարողա լեզու չունես։ Կարողա խուլու համրես, չես էլ լսում։ Դու ինձ չես սիրում, հա? Հա, ուրեմն դու ինձ չես սիրում։ Լավ, Վլադիկ տղա, ես քեզ հասկացա։ Դու ինձ հետ ինչ խաղ ես խաղում, Վլադիկ։ Ես չեմ հասկանում, եթե ինձ չես սիրում, ինչի եկար իմ հետևից ու մեզ քեզ հետ տարար։ Կարողա դու տանում ես իմ գլուխը ուտես։ Չէ, հաստատ դու տանում ես իմ գլուխը ուտես, խոսա, տանում ես իմ գլուխը ուտես։ Ոնց եմ ապրելու։ Ինչ ես այդքան երկար մտածում։ Մտածում ես, թե ոնց ես գլուխս ուտելու։ Չեմ ապրելու։ Չէ։ Ավելի ճիշտ դու ուրիշ բան կանես։ Դու ինձ տանելու ես քո տուն, մի օր պահես, հետո հանես ուղարկես մեր տուն։ Տենցա չէ լինելու Վլադ տղա, թե որոշել ես մինչև մահ գերեզման պահես քո կողքին։ Մինչև մահ։ Մեկամահը շատ մոտ է։ Հասել է։ Ոչինչ, լավ, բան մի ասա, ես կասեմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ նման չեմ ամաչում խոստովանել, հա, ես քեզ սիրում եմ, դրա համար էլ ինչ անում ես, քեզ ներում եմ, հետդ գալիս եմ, որտեղ ասում ես, Վերջ, Դավոջան, վերջ, դու ինձ հետ նոր թաղեցիր, ես մեր ճուտիկին շատ եմ սիրում, Խր դու ոնց կարող էիր մտածել, որ ես կարող եմ նրան ցավեցնել։ Ես ավելի շուտ ինձ կվերացնեի, քան նրան կցավեցնեի։ Ուղղակի այդ օրը գժվել էի, ուֆ լավ անցած լինի։ Հիմա մեր նպատակը պիտի միայն այն լինի, որ մենք երջանիկ լինենք, որ բոլորը պայթեն։ Չի մադամ չո։ Ուտի կյանքս։ Ես քեզ չէի ասել, որ Պուջուրին պապայի անունն եմ տվել, թե ասել էի։ Չեմ հիշում։ Յուրօրինակ աղջիկա, հետը չես ձանձրանա։ Իսկ կարելի էր մի նվերել ես իրան անեի, թե չէ սենց։ Հա, բայց ինչ։ Թե ինչ, Ադամեմ ինձ թվում այս հարցում ինձ կօգնի։
Քնած էիր։ Չէ, Ժան, մարդու միտքն ու հոգին պիտի հանգիստ լինի, որ քնի։ Այո։ Ես ինչ ա եղել իմ մանկության ընկերունով, ախատրիտ կպել։ Շատ բան մի հարցրա։ Ավելի լավ ասես, ինչ էիր ուզում։ Երևի ինչ-որ բան ա պետքա, որ այս ժամին ես զանգել։ Ուզում էի հետդ խոսել։ Ու ոնց տեսնում եմ, քեզ էլ չէր խանգար ինչ-որ մեկի հետ խոսել։ Կարող է հանդիպենք։ Երբ։ Հենց հիմա ես քաղաքում եմ։ Ու ասեմ քեզ քաղաքը քնած չի։ Լավ էլ Երուսաղեմ։ Ես գնանալ բժիշկ կանչի, հա? Ես ինչ ձև մտար, սա ճնշում, մշում, թող սա չափեն։ Սա խառնվավ իրար մտելու ձևից։ Մինչև երբ ես պիտի այս ձևով ապրեմ, ճնշում ունես։ Մինչև երբ ես պիտի քո սխալների համար պատասխան տամ, ասա լսեմ, հա։ Այստեն ասել, դու գշերվա երազ չես։ Ինչ ես գշերվա կեզ դելեր եկել կռիվ ես անում։ Ես քեզ չէի ասել, որ դու այդ Վլադիկին իզուտոզով կորցնես, որ մեր կյանքում էլ նա չերևա, չլինի։ Ասել է իր խանում ջան։ Է որ ասել է ինչ։ Ինչպես միշտ դու ինձ շանտեղ չդրեցիր։ Խոսքս գցեցիր կրիշակամ էլ այդ զիբիլի վետրոն։ Վայ Գյորգիչ, ես քո ինչն եմ ասել, որ քո տղեն։ Կնոջս էսի չորնակ գցել։ Աներես աղջիկդ գնաց Ալեքսեյ Թրակովիչ, ու սա առաջին հերթին քո պատիվն է, հասկանում ես, չէ՞։ Ո՞ւր գնաց։ Ինչ իմանամ։ Վլադ անունով մեկը եկավ, ու եթե կարելի ասել տարավ, ուրեմն տարավ։ Ուր տարավ։ Գրողի ծոցը, ես ինչ գիտեմ ուր տարավ, իբր թե իրանց տուն։ Աղջիկդ էլ գնաց։ Նա արդեն քո աղջիկն է, точно դու ես, տալիս եմ քեզ։ Չգնաց, չգնաց, վազեց, աչքերը փակեց ու թռավ։ Շատ ասիրում։ Հա բայց Վլադիմիրը նրան շանտեղ չի դնում։ Աղջիկա տասը, որ ապրում է դրա համար։ Բայց չի եկավ տարավ, որ։ Դու այդպես ուզեցիր, բայց ինձ չի թվում, որ քո ուզելով նաև սիրի մեր աղջկան։ Բայց պետք է, որ դա սիրի մեր աղջկա։ Դե դու գցի բռնի, տես, եթե պետք է, ուրեմն ստիպի, որ սիրի։ Իսկ եթե հանկարծ չսիրեց, Ալեքսեյ Թրակովիչ, ուրեմն աղջկատ հետ հոգեբանական դասընթացներ կանցնես, որովհետև ես ձեռքերս լվացել եմ։ Հաճմուրանամ ասեմ, որ Փեսատ, թանկագին Փեսատ, հարբած էր, տրաքած էր, հազիվ էր ոտքերի վրա կանգնած, մեծ հաշվով թքած ուներ, աղջիկդ կգնա, կմնա, թե ինչ կանի, իմացար։ Վլադ։ Ես եմ։ Բարև, պապ։ Ես ինչ ես անում ես տանը։ Իսկ ինձ թվում էր կգայիք երեխային կվերցնեիք ու կսիրեիք ձեր թորանը վերջի վերջո։ Վլադ, ինչ անում սա մեր տանը։ Վլադ, պապադ շատ կոպիտ ա խոսում ինձ հետ, մեղմ ասած։ Դու էլ աչքին մի երևա, որ չլսես։ Ու լավ կանես պապայիդ ասես, որ դու ես ինձ ես տուն բերել։ Եկել խնդրել ես, ես էլ քեզ խղճացել եմ ու ներել ու եկել եմ քեզ հետ։ Կբացատրես ինչ ասում։ Ասեց էլի, ինձ խղճացել ու եկել ա, ուրիշ էլ ինչ ասա։ Բայց դու ինձ որ լսես, տուն կգնաս։ Ինչի։ Որովհետև առավոտը Վլադը կարթնանա ու ես համոզված եմ, քեզ տուն կուղարկի։ Ճիշտ է ասում Վլադ։ Խոսա։ Որ իմանա ինչ ասելու կասի։ Կարաք լուր մնաք։
Խնդրում եմ։ Եկեք էլ չխոսանք։ Լռություն պահպանենք, վերջ։ Վլադ գնա քո սենյակը։ Իսկ ինձ այս տնից չհանեք, սա նաև իմ տունն է։ Ու ինձ այս տունին մամուսինն է բերել։ Ու ձեզ վատ չէի կզգա, եթե ձեր թորնիկին գրկեիք։ Ինքը ձեր ժառանգն է։ Սպանելու ես ինձ։ Սպանելը քեզ քիչ է։ Հիմա խոսենք, թե գնաս քնես հանգստանաս, որ առավոտը հասկանաս, թե ինչ պատասխան ես տալու։ Կարող է առավոտ չունենանք։ Ուղղակի։ Ավելի լավ է գնամ քնեմ։ Շատ հոգնած եմ։ Մամա ոնց է։ Քեզնից որ լավ է։ Բաժանվեցինք, Ժան։ Ինքը հեռացավ, թե դու։ Ինչ կարևոր է։ Չնայած ճիշտ ես ասում։ Ինչ կարևոր է, թե ով ումից է հեռանում, ով առաջի քայլը անում։ Ու մարդիկ բաժանվում են, այդ արդեն ցավ է։ Հա, ու այսքան ցավոտ չէր լինի, Ժան, եթե մեր հարաբերություններն այսքան զարգացած չլինեին։ Ես դեռ այն ժամանակ պիտի վերջ տնեի մեր կապին, երբ գորից մասին իմացա։ Դե նես չի, որ չես արել, ինչքան ես փորձել վերջ դնել։ Հա, բայց եթե դրանք վերջ լինեին, շարունակություն չէին ունենա։ Սիրել ես, քեզ խաբելով անընդհատ հնարավորություն ես տվել իրան։ Ցավն են աժան, որ իմ սիրտը հիմա իր համար էլ է ցավում։ Հենց մեղք էր ինքը, Ժան։ Այդ լավ անցան։ Չգիտեմ, Ադանը, չգիտեմ քեզ ինչ ասեմ, ինչ խորհուրդ տամ, լուրջ չգիտեմ։ Չեմ ուզում մեծ խոսամ, Ժան, բայց ես ուժեղ եմ, ես ես էլ կհաղթահարեմ, հա, տենց մի նայում, իմ մոտ են տպավորությունն է, որ ես արդեն գտել եմ ես կյանքի հասցրած վիրուսների հակաթույնը։ Սպասի գալիս եմ։ Ուր, Ժանո, ես թվում է մենակ մենք ենք խնդիրների մեջ, բայց բոլորն էլ մի բան ունեն մտածելու, այս սենց, մարդիկ քայլում են, ու երևի շատ հոգսեր ունեն։ Հա էլի, ոչ ոք էլ անհոգ չի։ Բրնի, ես քեզ, ես էլ ինձ։ Այդ տղա հալ էլ է։ Հա, բա գիտես որտեղից եմ բերել։ Փաստորեն չես մոռացել։ Ինչ է, չեմ մոռացել։ Իմ սիրած պաղպաղակը, քարիկներով։ Քո հետ կապված ոչ մի բան ես չեմ մոռանում։ Ժան, Ադամս։ երբ զանգեցիր ինձ վատեի, բայց հիմա հագին թեթևացա, ու ընդհանրապես, քեզ հետ ես ինձ սարսափելի թեթև եմ զգում, շատ հանգիստ։ Ուրախ եմ, որ գոնե մի հարցում կարողանում եմ քեզ օգտակար լինել։ Ժան, ընկերոջդ չկա։ Նայ։ Ես ինչա։ Ինքն է նվիրել։ Տեսնեմ։ Այն սիրուն է։ Շատ սիրուն է։ Ապրես։ Ձերքիդ էլ շատ սազում է։ Հա։ Ինքն է նույն բանը ասես գիտես։ Փաստորեն։ Նենց շատ արագ են, հա, զարգանում ձեր հարաբերությունները։ Ինձ սոնայից լուրջ ես ընդունում մեր հարաբերությունները։ Ինչի՞։ Դրանք լուրջ չեն քեզ համար։
Ինչ կարելի է աղջկան նվիրել, որ ինքը իրան դրանից լավ զգա։ Հասկացա։ Դու էլ իրան ես, ուսում նվեր անես։ Քո օգնությամբ։ Գիտես։ Ժան։ Քանի որ ես իրան չեմ ճանաչում, շատ հնարավոր է, որ իմ ընտրությունը իր սրտով չլինի։ Իմ սրտով կլինի։ Հա։ Հա։ Սպասի մտածում։ Չեմ հասկանում այդս ինչ է կատարվում, բայց այն ինչ որ քո հանդեպ եմ զգում, անբացատրելի է։ Մտքովս բան անցավ։ Ինչ։ Ինչ անցավ։ Նվերի հետ կապված էլի բան անցավ։ Ինչ նվեր։ Սոնայի այդ տղա։ Սոնանով։ Ժանո։ Սիրաստ աղջիկը վա։ Ասում եմ, առաջվա պաղպաղակների համը չկա, չէ՞։ Դե հա։ Բայց ես էլ վատը չէ։ Հա, բայց այն մանկության համը չկա։ Որովհետև մենք արդեն մանուկ չենք, այդ տղա։ Դու ով ես։ Ես տիկին Ջուլին խնամող բուժքույրն եմ, դուք ով եք։ Ես այստան տիրուհին եմ, Կարմեն Ալեքսանդրովնան։ Ես ինչ ես անում։ Մի կտոր բան եմ ուտում։ Գիշերով։ Դու գիտես ինչքան վնասակար է գիշերը հաց ուտել։ Դե որ ասում եք։ Դե որ ասում եք։ Մեզ համար է վնասակար, իսկ երեխու համար օգտակար է, մոտարի։ Մոտարի վերցրու, կերակրի երեխուն։ Զգուշ։ Իսկ ինչ կերակրեմ։ Ինչ կերակրեմ, այդ ինչ որ թողել ես կերակրի։ Ինչ պիտի կերակրես, ինքը կաթիկ ունի, լցնում ես եռացրած ջրի մեջ, մի լավ խառնում ես, որ գնդիկներ չմնա, ու կերակրում ես երեխուն։ Տակնել կփոխես, չմոռանաս։ Իսկ դու գնում եք։ Ուզում ես մնա մոտդ, որ չվախենաս։ Մութա։ Գնում եմ ամուսնուս մոտ։ Կկերակրես, տակը կփոխես ու կքնացնես։ Բայց որտեղ քնացնեմ։ Ես ինչի չգնացի տուն։ Բաց թողեք կարող եք գիտեք ձեր համար ապրանք է։ Անցարան է։ Ապրեք, կարակ գնաք։ Ինչի եք ինձ ստեղ բերել տվել, պարապեք մնացել։ Տեսա չես գալիս, ստիպված բերել տվեցի։ Մարդը իրա, որ մոտ ստիպողական տեսակցության գա։ Դուք ինձ ինչ էր։ Ոսու չասեմ, սաղ քաղաքն եկավ ինձ տեսավ։ Մենակ դու չեկար։ Դե իմ ասա, այդ ճիշտ է։ Ես խի պիտի գայի քեզ տեսնեի։ Դու իմ համար ով ես, որ ես էլ ինձ նեղություն տամ գամ քեզ տեսնեմ։ Երբ ես սովորել ինձ սիրել։ 16 տարի ապրում եմ, բայց առաջին անգամ եմ լսում, որ մարդիկ սիրել սովորում են։ Այդ տեսնում ես տեղին նկատեցիր։ Արդեն ինձ սիրում ես։ Անպայման ամեն ինչ անում եք, որ ձեզ վիրավորեմ ու ցավոտ բաներ ասեմ։ Որս ինչ ես այդքան հեռու կանգնել։ Մոտ արի, նստի կողքս, արի։ Հատուկ եք անում։ Ես քեզ այդ շատ բարի ու համբերատար եմ տղես։ Չհասկացա ինչի եք ինձ տեղ վերել, բայց ես արդեն գնում եմ։ Ես չեմ ավարտել։ Ասացի չեմ վերջացրել։ Իսկ քանի չեմ վերջացրել, նրանք քեզ բաց չեն թողնի։ Ուրեմն, ինչքան կարաք արագ խոսացեք։
քնեցիր։ Բնականաբար շատ լավ, որովհետև դու քո հրաշքի կողքին ես քնել։ Իմ մորճուկ, մուղուջուջիկ։ Մեզ վեր կաց ստեղից։ Ինչ։ Խնդրում եմ Հիսուս մնա բան չխոսաս, որովհետև առանց անելս լավ չեմ զգում։ Իսկ դու ինձ հետ խոսեցիր, սենց։ Համել ինչ է նշանակում վեր կաց։ Սա նաև իմ անկողինն է, հասկացար։ Տրամաբանական է, որ ես պիտի այստեղ լինեմ, քո կողքին։ Ինչ է եղել։ Ավ չեմ ուզում ոչ մի բան իմանամ, վեր կաց գնա, իմ սենյակից։ Դու ինձ մի ամաչացրու, հա, ու տենց հարցեր մի տուր։ Այդ ինչ կապ ունի, որ մենք ամուսիններ ենք։ Համել ես չեմ գնալու այստեղից։ Ես տենց էլ գիտեի, որ դու պիտի արթնանաս ու ինձ այստեղից դուրս հանես։ Իմ ընտանիքն էլ դրան է սպասում, որ ծիծաղ է ինձ վրա։ Բոլորին ծիծաղացնել ես տալիս ինձ վրա։ Մի հատ մի գորա վրես առավոտ քշերով։ Իե։ Չեմ գոռում, բայց իմացիր, ես այստեղից չեմ գնալու ոչ միտեղ։ Լսի, ես քեզ չեմ էլ խնդրում, որ ստեղից ինչ որ տեղ գնաս, եթե բերել եմ, մնա ապրի։ Ճիշտ արջուկս։ Ես քեզ մենակ խնդրում եմ առանց այդ ավելորդ անունների ու ածականների, հա։ Լավ։ Ես քեզ սրանից հետո մենակ Վլադիկ կասեմ։ Լավ է։ Ես քեզ կարամ մի բան խնդրեմ։ Երբ ամեն առավոտ արթնանամ, չեմ ուզում քեզ կողքից տեսնեմ։ Հանգիստ, Կարմենսիտա, չգժվես, իրան էլ է դա պետք։ Խնդրանքս տեղասավ, Կարմեն։ Հա, բավանց կյանքս, իհարկե, ես գիտեմ, որ դու ուզում ես, որ քո կինը շուտ արթնանա, ճաշ եփի, որ երեխային նայի, իհարկե կյանքս, ես որ արթնանամ, շուտ կգնամ, որ դու արթնանաս, ես արդեն քո կողքին չլինեմ։ Իսկ հիմա ես գնում եմ փոխվեմ, աչքիդ պոչով չնայես, ես նայում եմ, նայի, հա, չշրջվես։ No comment, Lev Setrakic։ Սլավ, դու ինձ այդ բաբշե հայրանունով չխոսես։ Ինչի։ Անգրագետ մարդու շուրթերից արհեստական է հնչում։ Լսի, դու հավել լավ է ինձ են ասա, այդ աղջկա որով ինչ կա։ Ոչ մի կրիմինալ, ոչ մի ինտրիգա։ Այսինքն դա այսօրվա պահով։ Բայց ինչ վատ դետեկտիվ ես դու, Սլավ։ Լև ջան, ես մի օրվա մեջ գողական տղուց ուզում ես սարքես միլիցիա։ Այդպես ո՞նց կլինի։ Դու եթե անգամ ինձ հիմա ասեիր, որ այդ աղջիկը մի եկեղեցուց մյուսն է գնում ու ամեն օր զբաղված է աղոթքներով, մեկը ես չեմ հավատում։ Ես մնում եմ իմ կասկածների հետ։ Այդ աղջիկը ինձ դուր չի գալիս։ Բայց Ժանոյին է դուր գալի։ Արա կատաղում եմ ես դրա վրա, Սլավ, ոնց որ կյանքում կնիկ տեսած չլինի։ Ինչի տեսել է։ Արա հետարքիր տղա է դա, գիտես։ Գնա կգա այս միլիոն աղջիկների մեջ, հենց նրան կկպնի, որին ընդհանրապես նայել էլ պետք չի։ Լև, ինքը չի կպնում, է սիրտն է կպնում։ Հետո ինչ անի։ Գնա այդ աղջկան ասի, գիտես ինչ, Լև Սետրակիչը դեմ է։ Արի դու գնա մանարի ռադել էստեղից։ Հացդ կեր։ Վլադ, ես չեմ ուզում, որ դու հետո բողոքես։ Ասես իմ կյանքը ճիշտ չի դասավորվում, ես ինչ դժբախտ եմ ես ու տենց բաներ։ Չնայած իրականում դու ես մեղավոր։ Դու քո կյանքը ճիշտ չես կառուցում։ Մի մտածի չեմ բողոքի։ Մեկը հարցնի, սրան ինչի նորից բերեցիր տուն։ Ինքը ինքինն է, որ վճարեցի Ադանայի ազատության համար։ Այ Վլադ, դու չէիր, որ ասում էիր, աշխարհն էլ փուլ գա, ես ալիքի պահանջները չեմ կատարի։ Դրանից էլ վատ բան կատարվեց։ Ինչ է եղել։ Ադենան չեկավ իմ հետ։ Ինքը իմ համար ամենակարևոր մարդն է այս կյանքում, ում համար ես պատրաստ էի ամեն ինչի, պատրաստ էի հրաժարվել ամեն ինչից։ Բայց փաստորեն ես իր համար առաջին տեղում չէի։
իր համար ավելի կարևոր բաներ կար։ Չմտածված քայլեր ես անում, հետո կանգնում ես փաստի առաջ։ Հիմա սրանից ո՞նց ես ազատվելու։ Ումից Կարմենից։ Չեմ ազատվելու։ Եթե ինքը ուզում է այս տանը ապրի, թող ապրի։ Եթե իր ապրելով ալիքը ինձ հանգիստ կթողի, իսեր Աստծո թող ապրի։ Դու էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում, Վլադ։ Չնայած ես քեզ լավ եմ ճանաչում։ Դու ես ձևով երկար չես կարող ապրել։ Մարդն ամեն ինչ էլ սովորում է ժամանակի ընթացքում։ Ես որպես հեր չեմ ուզում քեզ դժբախտ տեսնել։ Թեթև տար։ Նույնիսկ Կարմենի հետ համատեղ կյանքում կարելի է դրական բաներ տեսնել։ Ինչի տենց բան կա։ Դե երեխեն էս տանն է, մեր հետ է։ Չենք թողնի, որ այդ գիժը ինչ խելքին փչի անի։ Ես վերջին անգամն եմ, որ մենք հանդիպում ենք։ Լևը չի թողում։ Եվ ինչ կապ ունի ստե։ Ես չեմ ուզում։ Բայց մենք հարցեր ունենք իրար հետ։ Մենք ոչ մի հարց չունենք։ Եթե կաֆեի թեման է, այդ արդեն փակ է։ Չի կարող փակված լինի, որովհետև կաֆեի տերը ում լևը սատկացրել է։ Մեզ պարտվիր։ Ճիշտ է լևը չի խոսում, բայց ինչ ես առանց իմանալու խոսում արա, ինչ ես դուրս տալի։ Լևն ինչ կապ ունի այդ կաֆեի տիրուց սպանության հետ։ մենք գիտենք, որ մենակ լևը կար այդ անի։ Սխալ գիտեք։ Լևը вообще կապ չունի։ Այդ Ռոմանին ես եմ ճամփել։ Ու լավ եմ արել։ Իրանից բան պետք է ստանայի չկարածա դրա տեղն է պատժել եմ։ Հասկացանք իրար։ Սրանից հետո Լևի անունը ոչ մի անգամ ոչ մեկը չշոշափեք։